Այս բան ես գտնվում եմ Թուրքիայի սահմանային հատվածում, այստեղ Արաքս գյուղը մոտավորապես 600 հեկտար բերի, բայց չմշակվող հողեր ունի։ Հատուկ անցագրերով, բայց սեփական հողը մշակելով տարիներ շարունակ Արաքս գյուղի բնակիչները բերք են ստացել։ Վստահեցնում են, Փշալարից այն կողմ գտնվող հողերը բերրի են, ցանկացած մշակաբույս աճեցնելու համար պիտանի, միայն թե ավելի քան 10 տարի գյուղացիները ստիպված են եղել հրաժարվել հողը մշակելու մտքից, ջրի սակավության պատճառով։ 1 հեկտար սեփականաշարժված հող ունեմ։ Ինչ էիք անում մինչ այս։ Մինչ այդ տարբեր վարունգ ենք դրել, ծմերուկ ենք դրել։ Ընդերքի ջուրը պակասեց, մշակաբույսերի տեսականին փոխեցին, ափսոսելով, բայց գյուղացիները վարունգի ու ձմերուկի փոխարեն արվույթ ու ցորեն սկսեցին ցանել։ 2 հեկտար ու կես հող ունենք, արդեն բավականին ժամանակ է, նենց որ մանկությունս եմ հիշում մենակ, որ հողերը այդտեղ մշակվել է, այն ժամանակ ցորենը ցանում էինք, քաղի ժամանակ սա գյուղը այդ աժուտաժի մեջ էր, բայց դրանից հետո անդադ ջրի խնդիր, մարդիկ տենց թողեցին, հողերը տենց մնաց։ Դուք էլ չեք մշակել։ Չէ, իհարկե չէ, ասենք եթե իրականում ջրի խնդիր կա, ասենք կարաս անես ու ոչ մի բան, մենակ քո տանջանքը քեզ մնա նրա համար, որովհետև ջուր չկա։ Երկար սպասված բաղձալի պահը վերջապես տեսան։ Սահմանային պոմպակայանի կառուցումն ավարտված է, նույնիսկ փորձարկումն են իրականացրել։ Արաքս համայնքի համար պոմպակայանի կառուցումը կենսական նշանակության խնդիր էր։ Շինարարությունը սկսվել է 2023 թվականից եւ ավարտել ենք այս տարվա արդեն պոմպակայանը ամբողջությամբ պատրաստ է, պոմպակայանը հանձն է փորձարկվել եւ հանձնվել է ջոյին եւ բնակիչները արդեն կարող են պլանավորել իրենց վարելահողերի մշակությունը իրենց ուզած կուլտուրաներով, որովհետեւ այսօրվանից սկսած, այսինքն մի քանի օր առաջ հանձնել ենք ջոյին, այդ օրվանից սկսված ցանկացած գյուղացիական տնտեսություն կարող է իր ցանկացած չափով ստեղից ջուր ստանալ։ Վարկյանում 300 լիտր հզորությամբ պոմպակայանը կարող է բավարարել 400 հեկտար հողատարածքի ոռոգման համար։ Պոմպակայանի միայն շինարարության համար նախատեսված է եղել 86 միլիոն եւ մնացած գումարները նախագծի, տեղհսկողության եւ այլն։ Եվ կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով 30% համայնք, 70% պետբյուջե, այսինքն մոտ 26 միլիոն համայնք, մոտ 60 միլիոն պետական բյուջեից, բայց շինարարության ընթացքում հնարավոր եղավ մոտ 7 միլիոն դրամ խնայել, այսինքն շինարարության արժեքը կազմեց 79 միլիոն դրամի կարգի։ Շահագործել հնարավոր է ըստ անհրաժեշտության, առանց ժամանակային սահմանափակումների։ 2 խողովակաշարով շատ ժամանակակից եւ հզոր շարժիչներ դրած, շատ հզոր պոմպեր դրած, ուրեմն ամեն մի խողովակաշարով 150 լիտր վարկյան ջուր է մղվում ջրանցք, որտեղից արդեն գյուղացիները կարողանում են ջուր վերցնել իրենց հողերի համար։ Ամեն ինչ գերժամանակակից ստեղծված, ամեն նորմատիվներով, ենթակայանը գերժամանակակից նոր սերնդի ենթակայան, հենց հիմիկվա դրությամբ լարում է 232 վոլտ ամեն ֆազի վրա, պես ասած։ Թե որքան կարևոր է այս պոմպակայանի առկայությունն Արաքս բնակավայրի համար, վարչական շրջանի ղեկավարն է փորձում բացատրել։ Ասեմ, դուք պատկերացրեք, ունեինք հող, մեծ քանակությամբ վարելահող, որը գտնում էր սահմանի ներսում, բերի հող ու չունեինք ջուր։ Այսինքն հող առանց ջրի, պատկերացրեք ոչինչ։ Գյուղացին տալիս էր հողի հարկը մեծ դժգոհությամբ, որ չունի ջուր։ Խորհրդային տարիներին, երբ ընդերքի ջուրը բարձր էր, այս հողերը ոռոգման խնդիր չունեին, հիշում է վարչական շրջանի ղեկավարը, իսկ այժմ իրավիճակն իրոք անելանելի էր։ Ունեինք մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա ջրառատ համայնքի հետ համատեղ նորից պոմպակայան, որտեղ այդտեղից ջուրը մղվում էր, բայց գալիս էր մի որոշ ժամանակ, այսինքն բերքը քաղելու, հավաքելու ժամանակ, որ պետք է անհրաժեշտ ջուրը մատակարարեր, լինում էր, որ այդ ջուրը չէր հերիքում, ոչ մեզ, ոչ ջրառատ համայնքին, եւ այդ կատարած բոլոր աշխատանքը դառնում էր 0։ Այս պատմության զավեշտն այն էր, որ ընդամենը մի քանի մետր այս կողմ քաղցրահամ ջրի լճեր են, միայն թե առանց մղման հողին հասցնել չէին կարող։ Իսկ այս տարածքում ունեինք մենք ջուր, որը հոսում էր դեպի լցվում էր Կասպից ծով ու չունեինք նման պոմպակայան, այսինքն
աններելի մի երևույթ։ Բայց այս քանակությամբ ջուրը, անսպառ ջուրը, այստեղ մենք ապրում ենք արդեն 40 տարի, այստեղ եմ ես ծնվել, այստեղ եմ ապրել, այստեղ եմ լողանալ սովորել, այս ջուրը ոնց կա, այդ դիրքով միշտ կա։ Պոմպակայանի փորձարկումը մոտ օրերս են իրականացրել, աշխատում է անխափան։ Եթե չնախատեսված խնդիրներ չառաջանան, այս տարի գյուղացիներն արդեն կարող են ոռոգել հողերն ըստ պահանջի։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։